Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնացեք։ Ձեր բախտը հիմա չեք կրնար հասկանալ, հետո պիտի հասկանաք։ Ձեզ մեջ շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկանան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը։ Վիլյամ Սարոյան։ Երևանն իսկապես վերածնունդի տեղ է, կարծեմ տենց եղավ իմ համար, որ ես մի քիչ տարբեր մտքերով, մի քիչ ավելի նեգատիվ բանի վրա էի, ասենք կյանքի մեջ, ասենք գործի բանով, եւ ես եկա Հայաստան, Երևանը ինձ փոխեց այդ բաների մեջ մտա, որ ես այդ երաժշտական գործերի մեջ նոր ընկերներ ծանոթացա։ Իմ համար չեմ գիտեր ինչ է փոխվել իմ մեջ, բայց երբ որ ես ետ գնացի Եթովպիա, մորս հորս մոտ, ասեցին հա վահե փոխվել ես, ինչ կա, ասեցի կարելի ուրախություն մի քիչ։ Չեմ անում, ինչա փոխում Երևանը։ Մի բան փոխում է, բայց մի բան կա, որ փոխում է։ Մամայիս կողմեն ընտանիքը Սեբաստիան Մալաթիայան են, մորս հայրը արդեն ծնված է Աղեքսանդրիա, Եգիպտոս, եւ այնուհետեւ դեղափոխված են թեպի Եթովպիա, իսկ մորս մամային կողմեն արդեն 4-րդ սերունդի Եթովպա հայ ենք ասենք, իսկ հորս կողմեն, հորս մաման նույնիսկ ծնած է Եթովպիա, իսկ հայրը 1923-ին Մարաշեն ելած են դուրս, Սիրիա ապրած են մի քանի տարի, հետո 35-36 թվականին դեղափոխվել են Եթովպիա։ Ուրեմն մենք ես քույրս ենք մամաս պապաս ծնված մեծած ենք Եթովպիա։ Շատ մեծ համայնք չի եղած Եթովպիո հայ համայնքը, մինչև կարելի 1500-1600 մարդ եղած է հոգի, ես արդեն երբ կմեծնայի, ունենք հայկական եկեղեցի, հայկական դպրոց, ակումբ։ Մենք միշտ խոսած ենք հայերեն մեր տանը, մամայի պապայի հետ, հաճախել ենք հայկական եկեղեցի, դպրոցում սովորել ենք հայերեն հայոց պատմություն, հետո մանավանդ երաժշտական տեսակետով, որ ես լավ հիշում եմ, հին հայկական երգեր, խփխառնելով նույնիսկ մանավանդ ծնունդի ադենը ավելի Christmas carols էինք երգում անգլերենով եւ հայերենով, բայց ասենք ավելի հին Ես իմ անուշ Հայաստանից ենք, նոր Երևանից ենք, ասենց երգեր էինք երգում, մեզի սովորեցնում էին։ Ես ուրեմն 2005 թվականի համալսարան ավարտեցի եւ որոշեցի Հայաստան գալ, որտեղ շատ էի լսում։ Իմ մորաքույրս, մանավանդ մորաքույրս եւ երկու զարմուհիներս շատ հաճախում էին Երևան այն ժամանակ։ Ասեցի լավ, ուրեմն հիմա բան չունեմ, լրացել եմ իմ դասերը, գնամ Հայաստան, գնամ ինչ են ասում
իմ աչքերով տեսնա։ 2005 թվականին ուրեմն սեպտեմբերի վերջը Երևան հասա։ Իմ համար կարծես ես արդեն եղել եմ այստեղ։ Ինձ համար նոր չէր։ Այդ էլ ինձ համար մի քիչ անակնկալ էր, որտեղ ես չէի սպասում, որ դից պիտի սկա։ Անգևերջ արդեն 2007-ին նորեն եկանք ընտանիքով։ Առաջարկ ստացա ես Եվրատեսիլի, այսին H1-ից Եվրատեսիլի խումբ գազམ་ակերպողներից, որ ես մասնակցեմ կամ ներկայացնեմ Հայաստանը, իմ համար էլ ես անսպասելի էր, ես երբեք չէի պատկերացնում, որ Սփյուռքից պիտի կարողանամ ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլի մրցույթին։ Ուրեմն այդ բանով փետրվարին 2015-ին եկանք Երևան, հետո նորից ապրիլին, հետո այդ երբ որ լրացավ ամբողջովին հոկտեմբերի նորեն եկա եւ հիմա այսքանի անգամ արդեն եղել է 6 կամ 7 անգամ արդեն որ ես գալիս եմ Հայաստան, բայց հիմա երկար ժամանակով եմ գալիս ալ միտքը գա որ նույնիսկ եթե մնամ այստեղ, բայց շատ հավանական է, որ այո տենց պիտի լինի։ Genealogy էր անունը, 6 հոգով մենք ներկայացուցինք Հայաստանը, 5 ասենք մայրցամաքամասներից, Աֆրիկա, Ասիա, Ավստրալիա, Ամերիկա, Եվրոպա եւ մեր ասենք հիմքը, որ Հայաստանն է, մեր երկիչ էլ, երկչուհի էլ Հայաստանից ես երբեք չէի պատկերացնել իսկապես ասեմ, որ դենց պիտի լինի, որ ես մի բանի վրա ես ներկայացնեմ թե Եթովպիան եւ թե Հայաստանը։ Որտեղ որ գնացել եմ, կամ մեկնա, կամ մյուսնա։ Ասենք Եթովպիո մեջ ես կարելի մի քիչ տարբերեմ, իսկ հարցնում եմ որտեղից եմ, ուրեմն ես ասում եմ ես հայ եմ։ Հայաստան կարելի զգում եմ, որ ես Սփյուռքից եմ, հարցնում եմ որտեղից եմ, ուրեմն կասեմ Եթովպիայից։ Ուրեմն միշտ այդ բանը գա, որ կամ Եթովպիան է, կամ Հայաստանն է։ Եվ իսկապես իմ համար նվեր էր, ոնց որ այդ զգացումը, որ Հայաստանը, այսին ես կբարձրանիմ այստեղ, էսի ինն է, դրսում հեշտ չի է, կան կարելի մարդիկ, որ զգում են, որ էդ իրենցն է, բայց ես երբեք չի եղել, որ էդ մի տեղ ասում եմ ես ինն է։ Շատ կարճ ժամանակակետով եկել էի ես Հայաստան, միշտ որ կարողացել եմ գալ, և ասեցի, չէ, ես երկար ժամանակով պիտի գնամ, որ Հայաստան իսկական Երևանը ճանաչեմ։ Եվ դենց ցերնարկով, որ ես արդեն ձայնագրում էի մի նոր երգ, եւ հետո դենց եղավ, որ հանդիպեցի ես Ռենային, եւ նոր պրոջեկտ մեր սկսանք մենք, ուրեմն այս բանի վրա աշխատում ենք մենք եւ վստահ եմ որ լավ պիտի ստացվի եւ դեռ այդ բանից վերջ արդեն մենք ես իմ երկի դեսահոլովակը որոշեցի նկարագրել
Եվ այս պատճառներով մենք գործում ենք, աշխատում ենք Երևանի, ասենք, գիշերները երգելով ենք անցնում, ես ու Ռենան եւ մեր երաժիշտների հետ Ռաֆին եւ Ալեքսը։ Նոր աշխարհում ես Քեխետ լեզուս նանունը դա Ես գուսերմ եմ ատամներով Որ ընչինիս շշշնչա Որ ընչինիս շշշնչա Բայց երբ սիրց է ուզում Զայնելու կեզ դեսնել իր կեր Ինչով պագեմ սրդիս լեզու Սրդիս աչքր ինչով պագեմ Դեսահոլովակ արդեն նկարահանվել է։ Ուրեմն իմ երգի վերնակիրն է մոտ ու հեռու իմ Հայաստան։ Եվ մի քիչ բանով է, մի քիչ տարբեր է գրվել երգի բարերը, ասենք, երգի միտքը, դենց է, որ կա երկու դուն սրտիս խորքում եւ ասենք սպիրկահայի բանով է գրվել, սպիրկահայի աչերով։ Գա երկու դուն սրտիս խորքում որտեղ արևն է ու սեր է ապրում ու թե մեկից ես հեռու եմ լինում միշտ կարոտով եմ վերադառնում մոտ ու հեռու իմ Հայաստան կարոտած իմ սրտի անմար երազն ես քեզ եմ երգում իմ Հայաստան անցնելով այս ուղին նվիրական Շատ գեղեցիկ բան է, որ եւ շատ ինձ ուրախ բահող մի բան կա, որ Հայաստանը կենտրոնն է, այդ բանի մագնետի նման սաղ հայերը բոլոր մոլորակի հայերը քաշում այստեղ, մենք հանդիպում ենք այստեղ։ Ես այստեղ ծանոթացել եմ Սիրիահայեր, Լիբանանահայեր, Կանադայեն, Ֆրանսայեն, Ամերիկայեն, որտեղ են, Երուսաղեմ են, այսինքն ամեն տեղ են հայեր ծանոթացել ենք եւ եթե Հայաստանը չլիներ, դենց չէր լինում։ Իմ համար շատ դժվար է լսելը, որ հայեր Հայաստանից դուրս են ուզում ապրել։ Հայեր, որ ծնվել են այստեղ, մեծացել են այստեղ, ասում են, այս երգիրը երգիր չի բանը մի քիչ ինձ շատ ջղայնացնում է, որտեվ ես չեմ հավատում այդ բարերի, որտեվ մենք պիտի, իբր մարդ մենք պիտի մեր երգիրը բահենք իբր երգիր, երգիրը չի, որ մեզ պիտի բահի, են էլ գա, որ երգիր բարի իմաստը ինչ է, մարդն է, թե հողն է, թե կառավարությունն է, թե ինչն է երգիրը, թե ամենը միասին է։
Սենց մի քիչ կարելի, ինչ ասեմ, տխուր ասել իմ համար, բայց մի քիչ էլ կարծեմ Հայաստանի հայերը, ասենք, պիտի հասկանան մենք Սփյուռքից ոնց ենք ապրել, ինչ ենք ապրել, ինչ ենք արել։ Մի քիչ այդ միտքը գա կամ խաղապարը գա, իհարկե ոչ ամենն, շատ քիչ կարծեմ որ կլինի, բայց գա։ Ուրեմն պիտի խոսանք, որ էսի ճշտենք։ Որ կարծում եմ, որ մենք շատ լավ կյանք ապրած ենք, ոչ մի խնդրեմ չենք ունեցել։ Էդի ճիշտ չի։ Հայությունը բահելը, հայ եկեղեցին բահելը, հայ լեզուն բահելը, այս սաղը արդեն գրիվ է։ Եվ այս ամեն օր ենք գրվում մենք դուրսում, որտեղ արդեն հայտնի է, որ մանավանդ, ասենք, երբ որ Աֆրիկա, Եթովպիա ենք եւ ասենք մաշկի դարբեր քույներ կան մարդիկ արդեն իմանում են, որ դու դրսից ես։ Էդի միշտ կա, միշտ մենք պիտի ասենք, որ որտեղից ենք մենք, որ բացատրեն, որ իրենք էլ հասկանան, որ որտեղից են։ Պիտի հասկանան, այո, որ սփյուռքահայը իր ուզելով չէ, որ ինքը դուրսում է ծնվել։ Մենք այդպես եղավ, որ կյանքը մեզ տարավ արտասահման, դուրս։ Այդ միթե մեր մեղքն է։ Մարդիկ էլ ասում են, հա, բայց ինչու չդեղափոխվեցիք դեպի Հայաստան, բան, հա, կարելի էր, բայց երբ որ մեկը արդեն դուն է սարքել, գործ է սարքել, իր կյանքը բան արել այնտեղ, էդի հեշտ չէր, նորից բան անելով, էդի ջնջելով նորից Հայաստան գալ։ Հայաստանը միշտ տուն է հայի համար, թե Սփյուռքի, թե նրանք, որ ստեղ ծնած են մեծացել են, միշտ տուն է, բայց հա իմ համար նոր տուն։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը աղքատ է, ես իմ համար, իմ կարծիքն է, որովհետև հարստությունը այս մյուս բաներով է, փողով մինակ չի, փողով միայն հարստությունը շուտով կբրծի։ Հարստությունը սրտով է։ Ես Հայաստանում իսկապես ուրախ եմ լինում, նախ որտև շատ հպարտ եմ իմ հայությամբ եւ Հայաստան ապրելը իբր հայ։ Չեմ ոնց բացատրեմ, այդ բարերով բացատրելը շատ դժվար բան է։ Սփյուռքից մանավանդ, որ մենք գալիս ենք Հայաստան, որ մենք տեսնում ենք այդ Արարատ լեռը Երևանից, որ տեսնում ենք, որ կամ որտեղից որ երևում է։ Մարդիկ չեն հասկանում։ Ես առաջին անգամ որ եկա, ամեն օր, ամեն առավոտ ես նկարել եմ Արարատ լեռը, ամեն առավոտ, որ երևում է, թե չէ տարբերություն չի անում, ես նկարել եմ։ Մարդիկ ասում են ինչի։ Մենք ամեն օր տեսնում ենք, մեզ համար բան չի, բայց էդի ճիշտ չի, ամեն օր այդ մենք պիտի արթնանանք, պիտի իմանանք այդ ինչ իմաստը մեզ համար։ Ինչի նշանն է այդ լերերը, այդ լերը մինակ չի, այդ հողով, որ մենք քայլում ենք վրան։ Այդ զգացումը, որ ես իմն է, իմ, այսինքն մերն է, Հայաստանը հիմա այդ հին Հայաստանը չի, որ ասենք հողամասով, բայց մենք բախտավոր ենք, որ ես էլ ունենք, և պիտի բահենք ես։